Ամեկ պլյուսի առցանց ուղիղ հեռարձակմամբ դուք դիտում եք մեդիա կենտրոնի կազմակերպած բանավեճը, բարև ձեզ։ Փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով մեկնարկած Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին հեռացնելու գործընթացը թեև իրայությամբ շատերի համար սպասելի էր, սակայն իրականացման ձևի եւ ժամկետի առումով կարելի է ասել շոկային էր։ Ընդամենը 4 օրվա ընթացքում Հայաստանի խորհրդարանում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդին ստիպելով հետ կանգնել իր նախապես հայտարարած քաղաքական քայլերից, Սերժ Սարգսյանը փաստորեն լիովին նոր ներքաղաքական իրավիճակ ստեղծեց։ Եվ դրա արդյունքում փաստորեն կազմաքանդվեց ընդդիմադիր եռյակը, որի առաջնորդները փետրվարի 18-ից հետո այլևս հանդես են գալիս անհատական քաղաքական քայլերով։ Ինչու եւ ինչպես դա հաջողվեց Սերժ Սարգսյանին։ Կատարվածի պատճառների եւ հետևանքների, ինչպես նաեւ ներքաղաքական առաջիկա զարգացումների շուրջ մեդիակենտրոնի կազմակերպած բանավեճի ընթացքում իրենց տեսակետները կներկայացնեն մեր հյուրերը։ Ժառանգություն կուսակցության խորհրդարանական խմբակցության падգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ զրույցը սկսել է տեղեկացնեմ, որ մեր բանավեճը տևելու է 1 ժամ, բոլոր բանախոսներին ընձեռվելու է արտահայտվելու հավասարաչափ հնարավորություն, ժամանակահատվածին կարող եք հետևել մոնիտորի ցուցիչի միջոցով։ Եվ այսպես, պարոն Մինասյան, ձեր գնահատմամբ որն էր փետրվարի 12-ի մեկնարկած գործընթացի հիմնական դրդապատճառը եւ ինչու Սերժ Սարգսյանը ձեզ գնաց նման առճակատման, կտրուկ առճակատման, որը կարող էր վտանգավոր լինել նաեւ հանրապետական կուսակցության համար։ Ասեմ, որ փետրվարի 12-ի նախագահի ելույթին նախորդել էր փետրվարի 5-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության, այսպես հրավիրած խորհրդակցությունը, որտեղ հնչել էին գնահատականներ եւ կարծում եմ դրդապատճառներից մեկը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հստակ խախտումն էր։ Մեկը դա, երկրորդ այն գործողությունները, որ տեղի ունեցան շատ կարճ ժամանակահատվածում, հիմքը հենց ձեր կողմից նշված նախ կարծում եմ որևէ մեկը չէր սպասում, որ նախագահը մինչև ապրիլի 24-ը կարող է նման քայլի գնա, երկրորդ նման մասշտաբով գործողությունը եւ վերջապես այն հասարակական այն տաքացված վիճակը, որ պետք էր ի վերջո հանգուցալուծում ստանար այդ երկու իրադարձություններից հետո, բնական է, որ պետք է վերջը այդպես էլ լիներ։ Ինչի մասին մենք բազմիցս զգուշացրել էինք եւ խնդրել էինք, որպեսզի հասարակության մոտ չձևավորվի մի սպասում, որ հետո իրականություն չի դառնալու։ Եվ քանի որ բոլոր քաղաքական ուժերը թատերաբեմում եղած պնդում էին, գտնում էին, որ արյունահեղությամբ չէ, որ պետք է փոփոխվի իշխանությունը, հետեւաբար մնում էր մեկ տարբերակ, ինչն են մերժում էին մեր հարգարժան գործընկերները, այն է համանդրական փոփոխությունների միջոցով իրականացնել իշխանափոխություն։ Այս գաղափարի մերժումը եւ նաեւ արմատական այնպիսի պահանջի առաջադրումը, որ հանրապետության նախագահ դու չիրացնես համանդրական քո լիազորությունը, այն է համանդրական փոփոխությունների նախագիծ առաջարկելը, ինչը կարծում ենք մեր գնահատմամբ էլ դա հակասահմանադրական նույն քայլը ցանկացած ուժի կողմից, ով հայտարարում է, որ կհանենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց փողոցներ, որպեսզի թույլ չտանք լիազորության իրացումը։ Այս ամենը բերեցին հանգեցրեցին նրան եւ կարծում ենք նաեւ, որ միջանձնային հարաբերություններն էլիական դեր խաղացին։ Եվ փառք Աստծո, որ դրանից հետո այնուամենայնիվ հանգուցալուծումը եղավ այն, որ ընդհանրում չեղավ, հիմա գտնվում է համատաբար կամ հարաբերական խաղաղ վիճակում, այստեղից շատ կարևոր է, որ մենք հետևություն անենք։ Հետևությունը հետևյալն է. խնդիրները մնացել են, թեև առճակատում տեղի չունեցավ, հետաբար շատ կարևոր է, որ խնդիրները լուծվեն։ Այն ստանդարտը, որ նախագահը իր փետրվար 12-ի ելույթում հրապարակեց, դա պետք է լինի հետևողական եւ վերաբերի բոլորին եւ ոչ միայն կոնկրետ անձի կամ կոնկրետ ուժի։ Դրանք քիչ անց կվերադառնանք, միայն մինչ այդ կխնդրեմ պարզաբանեք, դուք նշեցիք, որ խախտվել էին պայմանավորվածություններ, ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Կարծում եմ, որ երկու ուժերի միջև կամ երկու անձերի միջև որոշակի պայմանավորվածություններ է եղել։ Հակառակ դեպքում նման կտրուկ գործողությունը կամ նման կտրուկ հայտարարությունը կամ գնահատականը այլ բանի վկայություն չերել կարող լինել։ Թե ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ես չեմ կարող այսօր պատասխանել։ Պարզապես եզրակացնում եմ։
Շնորհակալություն, պարոն Մելիքյան, կային նման պայմանավորվածություններ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև եւ արդյոք նման պայմանավորվածությունների խախտման արդյունքում տեղի ունեցավ վերջին զարգացումները։ Եթե կարելի է պայմանավորվածություն համարել այն մտքերը, որոնք հնչում են ժողովրդի կողմից եւ ընդհանրապես քաղաքական դաշտում, չշիկացնել քաղաքական իրավիճակը, կայուն պահել երկրի ներքին քաղաքական իրավիճակը, այն պայմաններում, երբ սահմանի վրա բավականին լարված իրավիճակ է եւ մենք նախապատրաստում ենք ապրիլի 24-յան տարելիցին նշելու 100-ամյակը Հայոց ցեղասպանության զոհերի, կարծում եմ, որ դա եթե պայմանավորվածություն է, ուրեմն ընդամենը միայն դա է, ուրիշ որևէ քաղաքական պայմանավորվածություն քաղաքական դաշտում այլ քաղաքական կուսակցությունների հետ մենք չենք ունեցել։ Ես կարծում եմ, որ բոլորն էին խոսում ընդհանրապես շոկ գառնան մասին, թեժ շոկ, խոսում էին թեժ աշնան մասին, բայց երբեք որևէ մեկը չէր խոսում շոկ ձմռան մասին, որ ցանկանում էին ստեղծել հենց մեր երկրում, մեր հանրապետությունում, մեր ժողովրդի գլխին։ Սա միայն եղանակային առումով չէ, որ ես ցանկանում եմ ասել, այլ քաղաքական դաշտում պետք չէր այդպիսի լարված իրավիճակ ստեղծել։ Իրոք ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ փլուզում, ընդդիմադիր դաշտում այժմ քաոսային իրավիճակ է, եռյակը նորից մասնատվեց, եւ պետք է ասեմ, որ այդ դաշտում տեղի է ունենում նույնիսկ մարտավարական ինչ-որ գործողություններ, դիրքային պայքար, ես չեմ ցանկանա, որ որևիցե մեկս մասնակցենք այդ լարված քաոսային իրավիճակին եւ ընդհանրապես կխնդրեմ բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի հնարավորություն տան ընդդիմությանը ինքը կողմնորոշվելու իր ծրագրերի մեջ, իր նպատակների մեջ եւ կատարելու իր քայլերը։ Նոր այդ ժամանակ մենք կմեկնաբանենք։ Գիտենք, որ առաջիկայում սպասվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության արտահերթ համագումարը եւ սպասենք համագումարի որոշումներին, այնուհետեւ նոր կտեսնենք ինչ իրավիճակ է առաջանում, այնուհետև կատարենք նաև մեր քայլերը։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի ելույթին, ամսի 12-ի ելույթին, պետք է նշեմ, որ իրոք բավականին հստակ մատնանշվեց այն իրավիճակը, որ կարտիրում էր քաղաքական դաշտում եւ հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունում քաղաքական առումով եւ բոլոր այն մտքերը, որ հնչեց նախագահի ելույթում, կարծում եմ, որ տեղիներ հստակ եւ ժամանակին։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, ձեր կարծիքով կատարված այնուամենայնիվ ինչի արդյունք էր Սերժ Սարգսյանը ինչպես կարողացավ այսպես կոտրել մի քաղաքական ուժի առաջնորդի, որի թիկունքում կա ԲՀԿ-ի թիկունքում մոտ կես միլիոն քվե եւ որը ընդամենը տակավին վերջերս հոկտեմբեր ամսին կարողանում էր Ազատության հրապարակը լցնել տասնյակ հազար քաղաքացիներով։ Ինչպես կարողացավ, տեսանք, ընդհանրապես ելույթ ունեցավ եւ կարողացավ։ Ես իմ գնահատականները այս ամենին տվել եմ, դուք հարցրեցիք ինչ պայմանավորվածություններ են եղել։ Ինքնին Բարգավաճ Հայաստան կուսակցության ծնունդը դա պայմանավորվածության արդյունք է, արգասիկ է։ Հավաքվել է հանրապետական կուսակցությունը իր ռեսուրսից, քաղաքական ինչ-որ բան է կատարել, ընտրություն եւ բաշխել է երկու զամբյուղների մեջ իր ռեսուրսը, որին սպասարկելու տվել է ողջ ֆինանսական, պետական, ադմինիստրատիվ ռեսուրսը եւ երկու բանով գլուխով մասնակցել է ընտրություններին խորհրդարանական վերցրել է մեծամասնություն, այդ երկուսով ստեղծել է կոալիցիա եւ այն ժամանակվանից դեռևս եղել են ինչ-որ խաղի կանոններ։ Ես չեմ ասում, որ այդ կանոնները լավն են, թե վատը։ Այդ կանոնները կարող են ինձ համար մերժելի լինել, անընդունելի եւ նույնիսկ անբարոյական, բայց սա պոստ-սովետական տարածքում ընդունված գործելաոճ է։ Կան գոնգոներ, կառավարության կողմից կառավարվող NGO-ներ եւ փորձ է արվել ստեղծել կուսակցական գոնգո, կուսակցություն գոնգո։ Եվ ինչ որ պայմաններ են դրվել, որոնց խախտելու պարագայում պատիժ է հասնում։ Նույնպես այս մեր բարքերին հարիր, որովհետև մեր մոտ այդ պախանական մոտեցումը, այս մի քիչ կիսագողական հարաբերությունները նաև մուտք են գործել քաղաքական դաշտ։ Կարո՞ղ եք ասել, որ այդ պայմանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելն էր։
Չեմ կարող ասել, ես կարող եմ մի բան ասել, որը իմ կարծիքով աքսիոմա է եւ որը ես բազմիցս կրկնել եմ։ Անհաշտ ընդդիմադիր եւ գործող օլիգարխ, որը վերահսկում է տնտեսության զգալի մի մասը, դա նոնսենս է, դա անհնար է նման բան ունենալ մեր տիպի երկրներում։ Եվ այն պահից, երբ նման գործիչը փորձում է անցնել իր արժև գծված սահմանը, որին ինքը նախապես համաձայնություն է տվել, ապա ստանում է հակազդեցություն։ Այստեղ պարոն Մինասյանը նշեց, որ շատ կարևոր է, որ սա համատարած գործընթաց լինի եւ ողջ սպեկտրը ներգրավի, այսինքն ավելի ընկալելի եւ ընդունելի կլիներ սկսել հանրապետական կուսակցությունից, որի շարքերում նույնպես կան մոնոպոլիստներ, հա, գործիչներ քաղաքականության հետ կապ չունեցող, բայց հուսանք, որ սա սկիզբ է դնում նման գործընթացի եւ քաղաքական դաշտի ինքնազտմանը տանող ինչ որ ճանապարհ է։ Այս բանին այսքան։ Շնորհակալություն։ Պարոն Սաֆարյան, ձեր գնահատմամբ ինչու այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը ըստ էության անգամ դիմադրության փորձ չկատարեց, եթե չհաշվենք ամսի 13-ի նրա հակադարձ ելույթը եւ այսքան արագ ժամկետում նա փաստորեն գնաց պատկերավոր ասած կապիտուլյացիայի։ Ես միշտ զարմացել եմ ճիշտն ասած այն ծառայությունից, որը մատուցում են Գագիկ Ծառուկյանի խորհրդականները իրեն, վերջերս իդեպ Տեր-Պետրոսյանի, այսպես ասենք, սրտի խորքից այդ վերնագրությամբ նյութում, նույնպես ակնարկ կար ինչ-որ մի շրջանակի սրտի սպարտ ներողություն, շնորհակալություն ավելի ճիշտ, ուրեմն այդ նյութում կար ակնարկ ինչ-որ մի խմբի վերաբերյալ և ես կիսում եմ Տեր-Պետրոսյանի այդ նյութի այդ հատվածի գրվածը, որովհետև միշտ զարմացել եմ ովքեր են, որ այդպես մի մարդու, որի քաղաքական պլատֆորմը, ինչպես պարոն Արզումանյանը նշեց, պայմանավորվածության արդյունք է, այդ մարդուն դրդում են Խադարկովսկու ճանապարհով։ Ի վերջո ես զարմացած եմ, որ Գագիկ Ծառուկյանը մեր ընդդիմության պատմության մեջ, թեպետ ինքը շատ ազնվորեն ասեց, որ երբեք չի կարող ընդդիմություն դառնալ, ընդդիմության պատմության մեջ եղել է թերևս իմ իմացած ամենախոցելի քաղաքական կերպարը։ Եթե ասենք իշխանությունը այդպիսի մեծ լծակներ չի ունեցել ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Վազգեն Մանուկյանի, ոչ Ռաֆի Հովհաննիսյանի, ոչ Կարեն Դեմիրճյանի, ոչ Ստեփան Դեմիրճյանի, որևէ մեկի նկատմամբ այդպիսի մեծ կամ պրոմատների փաթեթ կամ լծակներ չի ունեցել եւ դրա մասին Սերժ Սարգսյանը բառացիորեն խոսեց։ Հիմա շատ կարեւոր բանի մասին եմ ուզում անդրադառնալ, որին մասին խոսեցին եւ Արծիվ Գիմինասյանը եւ պարոն Ալեքսանդր Արզումանյանը։ Խոսքը պայմանավորվածությունների մասին է։ Սերժ Սարգսյանի ելույթում փետրվար 12-ի կարծում եմ տեսանելի է ամեն ինչը եւ նաեւ Գագիկ Ծառուկյանի պատասխանում։ Ըստ էության, տեսեք, զրույց է գնացել 2018 թվականից հետո ով է իշխելու թեմայով։ Եվ Գագիկ Ծառուկյանը իր պատասխանում ասում է, ես համաձայն չեմ, որ դու իշխես։ Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ ասում է կամ առաջին անգամ հայտ է ներկայացնում լինել այն մարդկանց շրջանակում, ովքեր որոշում են, թե ով պետք է կառավարի Հայաստանում։ Այդ դեպքում երբեք ինքը այդպիսի շրջանակում չի եղել։ Ներողություն, բայց դա նա առաջին անգամ չի ներկայացնում։ Այդ ուզում եմ հիշեցնել, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի նախօրեին նա հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, եթե դաշտում արկա 4 արժանավոր թեկնածուները չցանկանան։ Շնորհակալություն, որ դա հիշեցրեցիք։ Ուրեմն տեսեք Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սերժ Սարգսյանին հենց լույս է սփռում աշնանը իր հայտարարության մոտիվների վրա, այսինքն աշնանը նա ունեցել է մի ելույթ, որը կարող էր տեղավորվել Սերժ Սարգսյանի արած առաջարկի մեջ, եթե անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգին, ապա Գագիկ Ծառուկյանը կարող է նաև լինել շատ արարողակարգային, սիմվոլիկ լիազորություններ, գործառույթներ կատարող նախագահի պաշտոնակատար, որը գործադիր իշխանություն ռեալ չի տնօրինում եւ այլն, այսինքն այս առումով դեռևս աշտանային Գագիկ Ծառուկյանը հակադրության մեջ չէր Սերժ Սարգսյանի հետ եւ Սերժ Սարգսյանը Ձեր ժամանակը սպառվեց, խնդրում եմ ամփոփեք միտքը։ Ես ամփոփեմ ուղղակի։ Պայմանավորվածությունը, որ խախտվել է, հետեւյալն է եղել։ Ինչպես Սերժ Սարգսյանը բացահայտեց, Գագիկ Ծառուկյանը պետք է Գագիկ Ծառուկյանի խնդրանքով է հետաձգվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պատասխանը։ Իսկ ուրեմն տեղի ունեցած խորհրդաժողովը ԲՀԿ-ի կարծեք թե առաջ անցնելով այդ ամեն ինչից
տվեց մի պատասխան, որին չէր սպասում Սերժ Սարգսյանը, եւ հետեւաբար պայմանավորվածության խախտում է։ Ես տեսնում եմ հենց այստեղ, որ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով հետաձգվել է սահմանական բարեփոխումների գործընթաց, իսկ դրա արդյունքում Գագիկ Ծառուկյանը խախտել է մեկ այլ պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, կատարվածից թերևս ամենամեծ հուսախաբությունը երևի թե ձեր ներկայացրած ուժի մոտ պետք է լինի, Գագիկ Ծառուկյանի խոցելիության մասին հայտարարությունները մշտապես հնչում էին, նաև հիմա հնչեցին, այնուամենայնիվ կատարվածից հետո չհամոզվեցիք, որ այդ հայտարարությունները տեղին էին եւ ինչպիսին են լինելու ձեր առաջիկա քայլերը։ Իմ տեղը եզրակացություններ մի արեք խնդրում եմ, եզրակացություններ ես կանեմ մեր հարաբերությունների մասին։ Ես ուզում եմ այստեղ արձանագրեցի, գրեցի նույնիսկ այն բառեր, այն տերմինները, որ այստեղ հնչեցին քաղաքական ուժերի կողմից՝ արյունահեղություն, պատերազմի սպառնալիք, ընդհարում, արճակատում, ահաբեկում, ինքնազտում, զտում, իսկ ով է թույլ տվել Սերժ Սարգսյանին որոշի կամ հայտարարի կամ դուք, որ այդպիսի տերմիններ եք ասում, որ մեր ամսի 20-ի միտինգը պետք է այդպիսի ելք ունենար։ Ով է ձեզ ասել այդպիսի բան։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եւ այդ փորձը կա, միայն խաղաղ երթերի, խաղաղ հանրահավաքների կողմնակից ենք եւ երաշխավորել ենք, որ այլ կերպ չի լինելու։ Դուք հիմա չեղած տեղից ասում եք Սերժ Սարգսյանը, քանի որ սահմանի վրա, քանի որ արճակատում, քանի որ արյունահեղություն, ով է ձեզ ասի, այսինքն ընտրել եք մի հատ վերսիա կամ Սերժ Սարգսյանը, այդ վերսիայի դեմ պայքարելով եկա ոչնչացնի քաղաքական կուսակցություն։ Հաջորդը իմ բոլոր գործընկերները, որ այստեղ են, ինչ որ կերպ արդարացրեցին այդ պայմանավորությունների խախտումը, Բարգավաճի հետ այս դիրքորոշումը, շատ ներողություն, հարգելի գործընկերներ։ Դուք որ կոալիցիա եք այդքան երկար տարիներ, այդ նույն Գագիկ Ծառուկյանը չէր, նույն Բարգավաճը չէր։ Իմ դաշնակցական եւ ժառանգության ընկերներին 2 ամիս առաջ մենք մի բլոկում չէինք։ Երյակը, քարյակը, նույն Գագիկ Ծառուկյանը չէր, նույն Բարգավաճը չէր, թե 2 ամիս հետո ինքը հանկարծ հայտնաբերեցիք կրիմինալ է, հանկարծ նա քաղաքական ուժ չէ, հանկարծ հիվանդ քաղաքական ուժ է, ինչ է եղել։ Այսինքն 3 տարի մենք 3 տարի ներողություն, մենք աշխատել ենք մի ֆորմատով եւ շատ դրական, ես իսկապես մեր ժառանգության եւ դաշնակցության եւ Բարգավաճի հետ համատեղ աշխատանք համարում եմ արդյունավետ նույնիսկ այդքան չէինք սպասում, բայց իսկապես արդյունավետ աշխատանք եւ դա տվել է իր արդյունքները։ Խորհրդարանը դարձել է խորհրդարան եւ Բարգավաճը ունեցել է իր ծանրակաշ դերը այս ամենի մեջ։ Եվ եթե հիմա հանկարծ Սերժ Սարգսյանը իր կամքով սանիտարական զտումներ անցկացնում քաղաքական դաշտում, որ իրավունքը չունի, սիրելի ժողովուրդ, քաղաքական ուժերին գնահատում է քաղաքացին, ժողովուրդը հատկապես ընտրությունների ժամանակ։ Դուք ինչ իրավունք ունեք որոշելու քաղաքական դաշտը հիվանդ է, քաղաքական դաշտը պետք է մաքրվի։ Դուք այնպես արեք քաղաքացին հրաժարվի Ծառուկյանից կամ Բարգավաճից, ես դա կհասկանամ։ Ուղիղ հարձակումները ո՞րն են։ Ես 2 օր առաջ խորհրդարանում մեզ ձևի տվյալ եմ բերել։ Հայաստանը 114-րդ ժողովրդավար երկիրն է աշխարհի վրա։ 116-ից սկսած, այսինքն մենք եզրի վրա ենք սկսում է ավտորիտար երկրների շարքը։ Հունվար, փետրվար եւ դեկտեմբեր ամիսներին, դա 14 թվականի թիվն է։ Հունվարի դեպքերից եւ դեկտեմբերի դեպքերից հետո, այն բոլոր լուրջ դեպքերից հետո, ես ես արդեն կարող եմ երաշխավորել, որ 15 թվականին Հայաստանը կդասվի ավտորիտար երկրների շարքին եւ Սերժ Սարգսյանը բաց տեքստով գնում է ավտորիտարիզմի տարածման, ինչը կտեսնեք մյուս տարի ժամին կհավաքվենք եւ կտեսնեք, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եթե իշխանափոխ չեղավ, դառնալու է ավտորիտար երկիր։ Սա այդ արդյունքն է։ Բարգավաճի հետ կատարված ավտորիտարիզմի լավագույն դրսևորումն է։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, խնդրեմ։ Ես ուղղակի կոչ կանեի յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացներ իր տեսակետը եւ ընդհանրական գնահատականներ, որոնք իրականում այնքան էլ հիմնավորված չեն, այսինքն ասվեց այս բոլորը խոսեցին արյունահեղություն, բան բոլոր ուժերը, ես նման բառ օգտագործել եմ, ավելին ես կանդրադառնամ հիմա դրան։ Մյուս հարցը, որ 2 ամիս առաջ ժառանգության, ես հիշեցնեմ մեր գործընկերոջ, որ ես հայոց համազգային շարժումն եմ ներկայացնում, ժառանգություն ֆրակցիայի անդամ եմ, ինչպես եւ ՀԱԿ ֆրակցիայում կան մարդիկ, որոնք չեն ներկայացնում ՀԱԿ-ը, եւ այդ գործընթացներին բացասական գնահատականներ տվել եմ դեռևս վերլուծության քաղաքագիտական անմիջապես հետո եւ ընդհանրապես չեմ հավատացել եւ կրկնում եմ իմ տեսակետը եւ հաստատվել է իմ տեսակետը։
Զտման եւ բանի հետ կապված ես նորից եմ ասում, դա գալիս է վերահաստատելու իմ ասածը, ով է հարցրեցիք Սերժ Սարգսյանը որ անի, ես էլ ասում եմ իրենց ընտանիքն է, ոնց ուզում իրար հետ գործում են։ Դա խալխի գործը չի, ներընտանեկան հարցերին։ Այստեղ շատ ճիշտ է, ով ասեց, որ արճակատում է լինելու։ Այսինքն իշխանությունը անկախ նրանից խաղաղ ցույց է, թե ոչ խաղաղ պետք է զինված հարցակվի եւ բանանի արյունահեղության տանի ուրեմն նման ծրագիր կա սա հարց է որը պատասխանի կարիք ունի երկրորդն էլ եթե ուժը ասում է ես չեմ տանել բանը չէի ուզում տանեմ արյունահեղության այսինքն կար նման քննարկում է եղել այստեղ ահագին քննարկելու հարցեր կան եւ սա շեղում է մյուս բանից մենք տալիս ենք գնահատական քաղաքական իսկ այդ քաղաքական գնահատականը բոլորը ոնց որ թե գիտակցում են որ անհնար է երկու տեղից բան կաթ ծծել հա մարդ ունենում է մի մայր Եվ դրա համար այդ խնդիրները ուրիշ դաշտում են, սա մեր ցավն է, որ 24 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք մի քաղաքական համակարգ, որը այսպիսի դրսևորումներ կարող է ունենալ, դատապարտելի դրսևորումներ, բայց աշխատենք միասին փոխենք Շնորհակալություն։ Ես պետք է անպայման անդրադառնամ, որտեղ մեղադրանք են։ Համեցեք եւ այնուհետեւ պարոն Մելիքյան ձեզ խոսքը տամ։ Նախ պարոն Մանուկյան, որովե մեկը արդարացման առումով, երբ որ դուք ընդհանրացնում եք, խնդրում եմ զգուշ եղեք ձեր խոսքերի մեջ։ Մենք ընդհանրապես ես մասնավորապես փաստերն արձանագրեցի, ոչ մի ավելորդ գնահատական չտվեցի։ Երկրորդ ես եմ ասել եւ պնդում եմ, որովհետեւ երբ դուք ասում եք այդպես չի եւ այլն մարտի 1-ին էլ էին ասում այդպես չի, բայց փաստը եղավ, մարտի 1 եղավ, մարտիկ զոհվեցին, հետո սկսեցինք անհասկանալիորեն մեղավորներ փնտրել։ Այսինքն եթե մենք պետք է սպասենք, մինչեւ գա հարվածի զոհը լինի, հետո նոր սկսենք մեղավորներ փնտրել, ճիշտ չէ։ Իսկ որ հասարակության նյարդերը պրկված են եւ արդարացիորեն դժգոհությունը կանգնած է, կա, այս միանշանակ է։ Երկրորդը, դուք ասում եք քարյակի համագործակցություն, ճիշտ եք ասում, բայց ինչու քարյակը փլուզվեց, դրան չեք ուզում անդրադառնալ։ Ձեր պահվածքի պատճառով եւ մեր մյուս երկու գործընկերների, որ դուրս եկան եւ միանգամից մերժեցին համանդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, դեռ ոչ թե բովանդակային քննարկում, միանգամից կտրուկ այդպիսի խնդիր դնելը, մենք ձեզ խնդրեցինք, որ այս հարցը չքննարկենք, քննարկման առարկա չդարձնենք, այն հարցերը, որոնք որ մենք ունենք ընդհանուր մոտեցում, դրանցով գնանք։ Դուք հրաժարվեցիք ձեր իսկ ընդունած կամ ворթեգրած մոտեցումներից եւ վերջապես վերջին կարևոր հանգամանքը առաջին հարվածողը բարգավաճին եղաք դուք անկեղծ պետք է լինենք, հա, սկսած առաջին նախագահից վերջացած ձեր առանձին լրատվամիջոցների հարվածներով առաջին հարվածողը եղաք դուք։ Ես չեմ ուզում գնահատական տամ ձեր պահվածքին, բայց չի կարելի քաղաքական համակարգի առողջացման այս փուլում, որ հնարավորություն է ստեղծվել, հիմա փորձում եք նորից գտնել մեղավորների որտեղ չկան այդ մեղավորները։ Դա ճիշտ մոտեցում չի։ Այսօր մեր պետք է միավոր երկրում իրական, արմատական, հիմնարար փոփոխություններ անելու անհրաժեշտություն եւ պահանջ է։ Այս հարցի շուրջ պետք է խոսենք, ոչ թե նորից փորձում եք արհեստական թիրախներ գտնել։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, ես հավել եմ, եթե կարելի է, մինչև ձեր հակադարձը, ամեն դեպքում կատարվածը որքանով արվեց քաղաքական պրոցեսի տրամաբանության շրջանակում, այսինքն երկրորդ իրազդեցությամբ ուժի ղեկավարին մի ելույթով ընդամենը 4 օրվա ընթացքում քաղաքականությունից դուրս մղելու այս գործընթացը, որը իդեպ տեղի ունեցավ իրականում ինչ որ կուլիսային հանդիպման արդյունքում մամուլի հրապարակումների համաձայն Մոսկվայից եկած օլիգարխի միջնորդությամբ։ Ահա այս գործընթացը որքանով է քաղաքական եւ արդյոք ճիշտ չէ պարոն Մանուկյանը, որ նշում է, որ ահա այս ամենից հետո արդեն լուրջ մտավախություններ են առաջանում առայն, որ մենք գնում ենք դեպի ավտորիտարիզմ։ Նախ ասեմ, որ այն երևույթները, որի մասին ես խոսեցի, սահմանային լարվածություն եւ միջազգային նշանակություն ունեցող հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված, դա որևէ մեկը չի կարող շղթել որպես փաստ։ Ասեմ եւ երկրորդը, որ քաղաքական կայունությունը առավել քան այս պահին մեր երկրին անհրաժեշտ է։ Եվ երրորդը, հանրապետության նախագահը, ինչպես նաեւ հանրապետական կուսակցության նախագահը, որը այսօր Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժն է, կատարեց քաղաքական հայտարարություն։ Ընդամենը քաղաքական հայտարարություն եւ քաղաքական հայտարարությունից ընդամենը 1-2 օրվա ընթացքում ձեր ասած երկրորդ ուժը կամ ձեր ասած ընդդիմադիր հատվածը երրյակը արդեն փլուզվեց
բայց ով էր մեղավոր։ Չէ՞ որ ընդամենը կատարվել է քաղաքական հայտարարություն։ Քաղաքական հայտարարությունից առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը եռյակը ցանկանում էր իր հայտարարություններով ժողովրդին փողոց հանել, անհնազանդության կոչեր էր անում, սպառնում էր հացադուլներով, սպառնում էր նստացույցերով, որևէ խնդիր չկա, քաղաքական գործընթացը թող լինի, որևէ խնդիր չկա, բայց ինչի փլուզվեց։ Ինչն էր պատճառը։ Ընդամենը կատարվեց քաղաքական հայտարարություն։ Քաղաքական հայտարարությանը հետևեց քաղաքական ուժի, երկրորդ քաղաքական ուժի հայտարարությունը, որ մենք չենք ցանկանում ժողովրդին տանել արյունահեղության։ Իսկ որևէ մեկը հանրապետական կուսակցությունից նման բառեր ասել էր, նման քաղաքական հայտարարություն արել էր, որ մենք գնում ենք արյունահեղության։ Ոչ։ Նախագահի խոսքում քաղաքական արյունահեղության կամ ընդհանրապես արյունահեղության կամ անհնազանդության մասին ընդհանրապես խոսք չի հնչել։ Ընդդիմադիր դաշտից այդ խոսքերը հնչեցին, մենք չենք ցանկանում գնալ։ Իսկ ով է ձեզ տարել արյունահեղության, որ մեկ էլ ասում եք, որ մենք գնում ենք արյունահեղության։ Նման խնդիր ընդհանրապես չի եղել։ Խնդիրը պետք է փնտրենք ընդդիմադիր դաշտում։ Եվ երկրորդ քաղաքական ուժից առաջ, դեռևս հայտարարության պահին կամ դրանից մի փոքր առաջ, երրորդ քաղաքական ուժը իր մեծամասնությամբ աղերսագիր էր ուղարկում նույն հանրապետական կուսակցության նախագահին։ Խնդրում եմ շտաբ հանդիպում։ Ինչ էր եղել քաղաքական ուժը, որը կմասնավորեցնեք։ Եռյակի քաղաքական ուժերից երկրորդ է այդ դեպքում։ Նկատի ունեք ՀԱԿ-ը։ Իհարկե ՀԱԿ-ը։ Պարոն Մանուկյան, ինչի մասին է խոսքը, ինչ աղերսագրի մասին է խոսքը եւ ինչու փլուզվեց եռյակը մի հայտարարությամբ, ինչպես նշում է պարոն Մելիքյանը։ Աղերսագիրը կեղծված է, կեղծիք է ձևի բան հայտարարել այստեղ, որտեղ բան չի եղել եւ ցեղասպանության հռչակագրին էր հարց վերաբերում, որտեղ իսկապես վտանգավոր դրույթներ կան, խիստ վտանգավոր Հայաստանի համար, բայց ես հիմա ուզում եմ անդրադառնալ նորից այստեղ հնչած բաներին։ Պարոն Արտսվիկ Մինասյան հարցնում է, մարտի 1-ի պատասխանատուները դեռ ձեզ համար հստակ չի ովքեր են։ Դեռ այդ հանցագործությունները ձեզ համար բացահայտված չեն։ Ինձ համար բացահայտված է ծայրից ծայր իշխանության արածն է, եւ եթե դուք այսօր իշխանության կողքին եք ու չեք ուզում դրա մասին խոսքի, այդ ձեր գործն է։ Բանի, իշխան առաջ քաղաքական դաշտի առողջացում, ախր ձեզ ով է իրավունք տվել առողջացման եւ մաքրման սանիտարի դեր վերցնել երկրում։ Եվ հլա դեռ ասում եք Սերժ Սարգսյանը մի հատ հայտարարություն արեց, ու այդ հայտարարությունով փլուզվեց, հա ԲՀԿ-ն։ Իսկ տեղյակ եք, որ 500 հոգի մարդ էին տարել ոստիկանություն, 500։ Տեղյակ եք ինչ վարչական ճնշման, ինչ վախեցնելու մեխանիզմներ են կիրառում քաղաքական գործիչների, քաղաքական ակտիվիստների նկատմամբ։ Թե հանկարծ տեղյակ չեք, որ դրանից առաջել էր 2 ամիս շարունակ բռնաճնշումներ, տերոր, ծեծ, ջարդ Հայաստանի քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական ակտիվիստների նկատմամբ տեղյակ չեք։ Պարոն Մանուկյան, ինչու այդ մասին ԲՀԿ-ն չի հայտարարում, որ ԲՀԿ-ն ինքը թող որոշի ինչ է հայտարարելու, դա իրենց իրավունքն է, ես խոսում եմ քաղաքական այսօրվա վիճակի մասին եւ իմ դիրքորոշումներն եմ ասում։ Ես որևէ մեկի տեղ այստեղ պատասխանատվություն չեմ վերցնելու։ Հիմա ով չգիտեր, որ ամսի 20-ին 100,000-ից ավելի մարդ հավաքվելու։ Շատ լավ գիտեին։ Եվ այդ վտանգից, այդ ահից, այդ սարսափից թե ինչ է գալու, ժողովուրդը ինչքան է զայրացած, ինչպիսի ատելությամբ է լցված Սերժ Սարգսյանի եւ իր թիմի նկատմամբ, բոլորն էլ տեսնում են ինչ է կատարվելու։ Հարկավոր է ռադիկալ քայլեր անել, ինչպես Ռոբերտ Քոչարյանն արեց մարտի 1-ին, Սերժ Սարգսյանն արեց այս միտինգից առաջ։ Էսա։ Այսինքն իրանք շատ լավ տեսնում են եւ փորձեցին առնել այն արհավիրքի դեմը, որ իրենց գլխին գալու էր։ Դա իշխանապողության հստակ բան էր, ծրագիր էր, հստակ, արագ, որտեղ իշխանությունը 99.9%-ով ես իշխանության փոփոխությունն է ուզում։ Ակնհայտ է դա։ Համեցեք։ Ես կուզենամ նույնպես հետևյալն ասեմ, անկեղծ ասած իմ վրա ֆունկցիա չի դրված արդարացնել Սերժ Սարգսյանի քայլերը։ Ես ինքս փորձում եմ բացատրել տեղի ունեցածը։ Քավլիցի այդպիսի ցանկություն չունեմ։ Երկրորդը պիտի շարունակեմ այնտեղից, որտեղ ես ավարտել եմ, ես կարծում եմ դա առանցքային պահ է։ Պայմանավորվածություն իսկապես խախտվել է։ Երկու մասնավոր անձանց զրույց, ես քաղաքական չեմ անվանելու դա մասնավոր զրույց է եղել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ըստ որում եկեք չմոռանանք նաև հետևյալի մասին, եւ որ մենք խոսում ենք եռյակի քառյակի տրոհման մասին, եկեք չմոռանանք այդ բանում կառավարության փոփոխության պատմությունը։
Այսինքն ճիշտ այնպես ինչպես Սերժ Սարգսյանը հիմա ասում է, որ այնպես չի, որ քարյակն է ինձ ճնշել, որ ես հրաժարվեմ իմ պատասխանը հետաձգել եւ դրան առարկող չկա, հասկանում եք, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանն է խնդրել, որ ես հետաձգեմ։ Ճիշտ է, ՀԱԿ-ը եւ մյուսները աշնանը հայտարարեցին, որ սա մեր նվաճումն է եւ սրա պատճառով հայտարարեցին։ Նույն ձև ներկայացվեց նաեւ կառավարության փոփոխությունը։ Այսինքն մենք իրականում գործ ունենք ստվերային ինչ-որ պայմանավորվածությունների հետ, որոնք քաղաքական դաշտում հանրության համար միանգամայն այլ քողածածկույթով են մատուցվում, դրանց հետևում միանգամայն այլ պրոցեսներ են գնացել, այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ միգուցե իսկապես Գագիկ Ծառուկյանը եւ Բարգավաճը այլ պարտավորություններ են ստանձնել, որոնք արդեն խախտվել են այս տարի։ Եվ դրա մասին խոսեցին երկուսն էլ։ Նորից եմ անդրադառնալու այն հատվածին, Գագիկ Ծառուկյանը ինքը եղել է միշտ ավելի շատ Բարգավաճը եղել է պրոյեկտ։ Հիմա Գագիկ Ծառուկյանը ասում է, չէ, ես հանրապետության ապագան որոշողների շարքում եմ, թվում եմ։ Ինքը այդպիսի կարգավիճակ չի ունեցել։ Իհարկե, այդ դաշտի բարոյականության եւ խաղաղականների շրջանակներում ինքը սխալ է։ Սա իմ ճշտի ու սխալի խնդիրը չի, ինչպես պարոն Արզումյանը ասեց, իմ համար այս ամեն ինչը նողկալի է, բայց երբ որ այդ խնդրին նայում ես այն բարոյական նորմերի եւ այն խաղաղականների շրջանակներում, որի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածությունները, այդ դաշտում դրա համար էլ Գագիկ Ծառուկյանը խոսելու քիչ տեղ ունեցավ։ Բարգավաճը չկարողացավ դիմադրել։ Եվ ես կարծում եմ ցանկացած մեկը պիտի իմանար սրա մասին, թե ինչպես կարող է ավարտվել, որովհետեւ ինքը Սերժ Սարգսյանը նաեւ դա ասեց, Բարգավաճ Հայաստանը ստեղծվել է եւ պարոն Արզումյանը բացեց այդ փակագիծը, այսինքն ստեղծվել է ընդդիմադիր ձայները վերցնելու համար, նրանք ովքեր հանրապետականին ձայն չեն տալու, գոնե ձայն տան Բարգավաճի եւ այդպես կառավարելի պահվի բողոքական եւ փոփոխություններ պահող էլեկտորատը։ Հիմա սա պայմանավորվածության էությունը, գլոբալ պայմանավորվածություն, նա փորձում է անցնել այլ դաշտ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Եթե կարելի պարոն Մինասյանին հարց ուղղեմ, ապա ձեզ խոսք կտամ պարոն Արզումանյան։ Պարոն Մինասյան, ստվերային գործընթացների հետ կապված, ստվերային պայմանավորվածությունների հետ կապված այս օրերին ձեր այսպես միջնորդական դերակատարությունը Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի առճակատման այսպես սուրբ փուլը հաղթահարելու ուղղությամբ միանշանակ չընկալվեց, ոմանք ողջունեցին, ոմանք էլ այնուամենայնիվ նշեցին, որ կատարվող ըստ էության ոչ քաղաքական process-ին դաշնակցության մասնակցությունը ապահովեց քաղաքական, հա, այսպես երանգ։ Ինչ կասեք ի պատասխան։ Շատ նախ կարճ ասեմ, որ սա նշանակում է այն հատվածը, որը որ չի արժևորում առճակատումը մեղմելու, թուլացնելու եւ բախում թույլ չտալու կարեւորությունը, նրանք պարզապես հերթական անգամ ուզում են ըստ էության այլ մարդկանց ձեռքով շագանակներ հանել կրակից։ Սա մեկ։ Երկրորդը, մեր պատմության անցյալից, եթե դասեր չես քաղում, նշանակում է դու դատապարտված ես անդադ նույն պատմությունը կրկնելու։ Դա վերաբերում է նաեւ նույն մարտի 1-ին պարոն Մանուկյանին, երբ խոսում է դրա մասին, հա, այնքան դաժան գտնվեց պարոն Մանուկյանը հիմա նույն Բարգավաճի նկատմամբ, որ մոռանում է, որ 2008 թվականի մարտի 1-ին Բարգավաճ Հայաստանը իշխանություն էր։ Հիմա նորից հարվածում է եթե գտնում է, որ իշխանությունն էր մեղավոր, այդ թվում Բարգավաճ Հայաստանը, ըստ ասում երկրորդ հարվածն են տալիս իրենք։ Այս պահին, ըստ էության, մինչդեռ իմ համար բացահայտված չի 10 սպանվածների կոնկրետ դեպքերը, մանրամասնությունները եւ մեղավոր անձինք, երբ որ կլինեն եւ նրանք պետք է պատասխանատվության առջեւ կանգնեն։ Այս ամենից խուսափելու համար մենք պատմությունը հաշվի առնելով քայլ ենք կատարել։ Հիմա սրանից հետո ինչ է նշանակում, որ պետք է գործողությունը շարունակվի։ Պրոբլեմները չեն վերացել, չէ՞ մեր հասարակության մեջ եղած։ Մնացել են, չէ՞։ Հիմա անհրաժեշտ է դրա շուրջ համախմբվել, այլ ոչ թե փորձել հիմա դաշնակցությանը մեղադրել մի բանում, որ իրականում չկա, կամ ասում է իշխանության հետ եք այսօր։ Մենք մեր սկզբունքների հետ ենք, պարոն Մանուկյան։ Եվ երբ որ համագործակցում էին քարյակում էլ, դուք եւ մեր գործընկերները սկզբունքները ընդունել էին մեր առաջ քաշած։ Հիշեցնեմ 7 հիմնական կետերով։ Հրաժարվեցիք դուք, հիմա իշխանությունը ասում եմ իմ համար ընդունելի են այս կետերը։ Մենք մեր սկզբունքների կողքին ենք, իսկ այդ սկզբունքներում հայի արժանապատվությունն է, հայոց պետականությունն է եւ հայը հայի դեմ հանելու դեմ պայքարելն է։ Սա է եղել։ Հիմա ես չգիտեմ քաղաքական համակարգում կգտնվի որևէ մեկը, որ մեր այդ գործողությունը, մեր համեստ առաքելությունը կմեղադրի։ Դե թող քաղաքական ուժերը մեղադրեն, ոչ թե անհատ անձանց մասով նայեն։ Շնորհակալություն, համեցեք։ Ես ճիշտ ասած չէի ցանկանա մտնել ձեր ներքարյակային, ներերյակային հարաբերությունների ճշտման այս գործընթացին։ Ես մի երկու բան ասեմ։ Նախ միմյանց դիմելիս ասենք ում ենք դիմում։
Պարոն Մանուկյան, որ ասում եք դուք եւ ես հիշեցի 7-ի դատով դատախազի ելույթ է, այսինքն դուք բոլորին ինչ-որ բաներում եք։ Ինձ հանեք այդ ցանկից կամ անուններով ասեք։ Դուք խոսում եք, ինձ եք բացատրում քաղաքալացյալ լինելու փաստը, որը 2 անգամ ձերբակալվել է եւ 2 տարի անց է կացրել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Մարտի 1-ի հետ կապված էլ ես իրոք կխնդրեի այդ թեման չարծարծել ստեղ եւ առաջինը արյունահեղության մասին ճիշտ է ասում պարոն Մելիքյանը, իշխանությունը չխոսա, դաշնակցությունը կոչ արեց, որ հանկարծ նոր մարտի 1 չլինի։ Մենք խոսում ենք տարբեր բաների մասին եւ սա այնտեղը չէ, որ մարտի 1-ից բոլորս համենայն դեպս ես գիտեմ, դուք կարծում եք ինչ պետք է ճշտվի։ Շրջանակը սպանողների հայտնի է, ասում են կոնկրետ մարդուն չգիտեն ով է սպանել, բայց որ իշխանության ներկայացուցիչն է, զինվորն է կրակել, այդ 10-ից որ մեկն է կրակել, չգիտեն, չեն կարող, այսինքն ամեն ինչ էլ պարզ է, բայց սա այլ թեմա է, այլ քաղաքական իրավիճակում, այլ բանում եւ մեզ ասել ով ինչ կանի, ես քաղաքացի եմ, ես իրավունք ունեմ, այո, ես էլ պետքա ասեմ, ես ով եմ, որ զտվի, ես զտողներից եմ, ձեր հետ միասին ես պետության հիմնադիրներից ենք, իրավունք ունենք զտենք քաղաքական դաշտը եւ կոչ անենք իշխանություններին իրանցից սկսեն այդ ինքնազտմամբ սկսեն, որ մենք կարողանանք հասկանանք ուր են գնում, շատ ծանր պայմաններում է այսօր Հայաստանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքն է արկախված մեր գլխին, այլ նաև տարածաշրջանում աշխարհի ամենապայթուն, պայթած, քանդվող, վերաձևավորվող ռեգիոնում ենք ապրում եւ պետք է մտածենք մեր գոյատևման հարցը կամ մեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյատևման հարցը եւ քննարկենք դասեր քաղենք։ Հիմա իրար այդ պիտակավորումները այստեղ ինձ շատ քիչ են հետաքրքրում։ Պարոն Մելիքյան, զտման հետ կապված դուք նշում եք, որ այս գործընթացն ասվեց, որ կրթական ցենզը պետք է լինի միայն քաղաքական դաշտում, որ տգիտությունը տեղ պետք է չունենա եւ այլն բոլոր ձեր ելույթներից մեջբերումներ չանեմ, այնուամենայնիվ հետաքրքիր է, ինչպիսի քայլեր են արվել եւ արվելու ձեր կուսակցության ներսում այդ զտումները իրականացնելու համար, եթե սա թիրախային եւ տարբերակված մոտեցում չէր, այլ ինչպես Արմեն Աշոտյանն էր նշում, քաղաքակրթական, այսպես որակների բախում էր։ Դրանք պետք է նշեմ, որ լոկ խոսքեր չեն, դրանք երևույթների մասին արտահայտություններ են քաղաքական, որը կարծում եմ, որ պետք է ոչ միայն ընդդիմադիր քաղաքական դաշտում իրականացվի, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, այդ թվում նաև մեզ մոտ։ Դա ընդունում ենք բոլորս, դա ընդունում է նաև Հանրապետության նախագահը եւ իր խոսքում բազմիցս ասած, եւ կարծում եմ, որ համապատասխան քայլեր կհետևեն անպայման դրանից։ Բայց ես մեկ ուրիշ երևույթի մասին եմ ուզում խոսել։ Բերեք այնքան էլ փխրուն ստեղծված կայունությունը վերջացենք նորից լարվածության։ Մենք չենք ընդունում, որ այս քաղաքական, եթե պայքար ասեմ կամ մարտավարություն ասեմ, սրանից մենք հաղթող ենք։ Մենք չենք ընդունում դա։ Մենք չենք ընդունում նաև, որ սրանից ինչ-որ մի քաղաքական ուժ պարտվել է։ Մենք ընդունում ենք հայ հեղափոխական դաշնակցության կատարած դրական քայլերը կայունության ապահովման համար, փխրուն կայունության ապահովման համար։ Եվ կարծում եմ, որ սրանից շահողը միայն ժողովուրդն է, մեր երկիրն է։ Եվ ինչպես պարոն Արզումանյանն է ասում, դանդաղ քամվում է երկիրը այդ փխրուն կայունությունը չփոխելով եւ արդյոք պետք չէ իրավիճակը տարածաշրջանում իրոք բավականին լարված է, պայթյունավտանգ կարելի է 25 տարի լարված է իրավիճակը, պարոն Մելիքյան, երկիրը դատարկվում է արտագաղթի աղետալի տեմպեր, սոցիալական լարված վիճակ։ Երբեք չմոռանանք, որ մենք պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկիր ենք, թեկուզ նույնիսկ չհայտարարված պատերազմական գործողություն։ Չէ՞ որ մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք, մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ամեն շաբաթ զոհ ենք ունենում, ամեն շաբաթ լարվածություն է առաջանում երկրում եւ Լեռնային Ղարաբաղում։ Ինչ որ քաղաքական ուժեր փորձում են իրենց ամբիցիաները ներկայացնել, ինչ որ քաղաքական հասարակական կազմակերպություններ փորձում են ռեժիմը տապալելու համար գնալ, այլ երկրի տարածքում ակցիաներ իրականացնել, վերջին հաշվով դա մեր օգտին չէ, մեր ժողովրդի օգտին չէ։ Այո, ունենք խնդիրներ, ունենք խնդիրներ, ունենք տնտեսական լուրջ խնդիրներ,
ունենք սոցիալական լուրջ խնդիրներ, ունենք արտագաղթ, ունենք այդ ամեն ինչը մենք ունենք, մենք դա չենք ժխտում, մենք նույնիսկ ավելին ենք ասում, քան ընդդիմադիրներն են ասում։ Այդ ամենը ունենք, բայց այդ ամենը վերացնելու համար Ուղղակի տարբերություն ընդդիմության դուք պետք է նաև գործեք։ Ասել ընդդիմության գործն։ Ես համոզված եմ, որ կասեք ժամանակը քիչ չէր, բայց չի ստացվում դեռևս, որովհետև արտաքին խնդիրները նույնպես խանգարում են։ Բերեք արտաքին խնդիրներին, արտաքին մարտահրավերներին, չավելացնենք ներքին մարտահրավերները եւ նորից ասենք մի տարի էլ անցավ, բայց ժողովրդի սոցիալական վիճակը նորից չլավացավ։ Բայց քայլեր կատարվում են, իրականում քայլեր կատարվում են եւ ոչ միայն տնտեսական դաշտում տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու, այլ ընդհանրապես սոցիալական խնդիրները նույնպես լուծելու։ Ցավոք այդ քայլերի արդյունքը առայժմ քիչ է տեսանելի, եթե չասենք, որ առհասարակ տեսանելի չէ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, հարցի մյուս տեսանկյունից ամեն դեպքում մոտենանք, որովհետև ես աշխատում եմ այսպես ընդդիմախոսի դերում հարցեր գալ եւ հարցերս այդ տրամաբանության մեջ եմ կառուցում։ Այնուամենայնիվ իրապես մենք ունենք լարված իրավիճակ եւ ահա նման պայթյունավտանգ իրավիճակում անընդհատ իշխանափոխության կոչերը եւ այդպես էլ դրանք իրականացնելու, հա, այսպես ընթացքում հաջողություններ չարձանագրելը արդյոք ավելորդ անգամ եւ ավելի մեծ վնաս չի հասցնում մեր երկրին այն առումով, որ բնակչության մեծ մասը ավելորդ անգամ հուսահատվում է եւ դա եւս խթանում է արտագաղթին։ Գիտեք, հյուսային Կորեայում բավականին հանդարտ վիճակ է, այսպես կայուն վիճակ է, որովե պրոբլեմ չկա, կան այդ ձևի երկրներ, որոնք շատ սուսուփուս, խելոք, բացարձակ, ոչ մի ցնցող բան չկա եւ մարդիկ ապրում են, ինչ ա եղել որ։ Եւ ոնց որ թե մերոնք այդ ճահիճն են ուզում, եւ այսպեսի շիրմաներ են գտե, սահմանին վտանգ է, ցեղասպանություն են նշում, եղբայր երկիրը ցեղասպանվում է։ Հունվար ամսվա թիվն են դեզ ասում, 15000 մարդ գնացել է։ Այդ իմ համար է գնացել, թե Սերժ Սարգսյանի քաղաքականության։ Գործատեղ չկա, ռիսկով են ապրում մարդիկ, կրթությունը, մշակույթը, առողջապահությունը կաշառքի մեջ թաղված է, եւ այդ կաշառակերները կառավարության մեջ են, ձեր մեջ են։ Կաշառակեր վարչապետին դեսպան եք նշանակում, հանցագործին մարզպետ եք նշանակում, գողին նախարար եք նշանակում, անուններով ասեմ։ Ու դեռ խոսում եք կայունությունից, ի՞նչ կայունություն։ Այս ժողովուրդը զզվել է ձեզնից։ Այս ժողովուրդը զզվել է իշխանափոխություն է ուզում։ Եվ եթե քաղաքական ուժերը, բուրժուազիան, քաղաքական ուժերը հայտ են ներկայացնում իշխանափոխության, թող ժողովուրդը կամ ընդունի, կամ մերժի։ Կամ մենք իշխանատեն չենք, կամ ուզում ենք այս երկրում հարցեր լուծել։ Ձեր ինչ գործն է։ Միտինգին շատ մարդ կգա, հարցեր կդնենք, կլուծվի, չի գա, մեզ կհայույեն, մեզ կքշեն քաղաքական ուժ, թող լավ լինի, այդպես լինի։ Բայց ժողովուրդը պատրաստ է գալ ամսի 20-ին։ Ձեզ 3 ամիս մենք երյակով գոնային ժամանակ հայտ ենք ներկայացնել, որ ներկայացնելու որ քաղաքական ճգնաժամ է Հայաստանում։ Այդ ինչի է խուսափում։ Սպասեցիք Բարգավաճի չկար, դաշնակցությունը արդեն մի քիչ ուրիշ քաղաքականության մեջ է, նոր դրեցիք, ճգնաժամ չկա այս երկրում։ Ճգնաժամ չեղած երկրից տարեկան 100,000 մարդ է գնում։ Թե դուք լոգիկայից հեռու եք, թե հեսա տրամաբանության մեջ չի 100,000 մարդ երկիրը լքում է 2-ից 3% երկրի։ Չկա արևս մարդկային ռեսուրս, չկա ֆինանսական ռեսուրս, միտք կամ չի մնացել, մնացել է գողերի հավաքածու։ Ու դեռ լա խոսում ենք, մենք ենք ցնցումների տանում։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ արդեն այս փուլում անդրադառնանք մեր առաջիկա քայլերին, հա, ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները։ Ամեն դեպքում նշվում էր նաև օրերս ազգային ժողովում падգամավոր Էդմոն Մարուկյանը իր ուշագրավ բավականին ելույթում նշեց, որ ընդդիմության ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, նաև մեր երկրի մեծ խնդիրներից մեկը այն է, որ ընդդիմությունը չունի տարբերվող տեսլական երկրի զարգացման համար եւ ամենակարևոր հարցերի շուրջ այդ թվում եւ արտաքին վեկտորի հետ կապված տեսակետները նույնական են իշխանության տեսակետների հետ եւ ինչպես դուք նշեցիք, պարոն Մելիքյան, դուք ավելի շատ եք ասում հաճախ քան ընդդիմությունը։ Այս առումով ինչ եք կարծում, առաջիկայում խոսվում է ընդդիմադիր դաշտում վերաձևակերպումների, նոր միավորումների առաջացման մասին, կարող ենք ակնկալել, որ կարող են հասունանալ եւ ձևակերպվել նոր ուժեր, որոնք կարող են այլ տեսլականով ընդդիմադիր շարժման ուղղորդիչը լինել։ Նախ պետք է 100%-ով համաձայնվեմ պարոն Մանուկյանի հետ, իշխանությունից զզվում է ողջ ժողովուրդը, սա աքսիոմա է, որևէ մեկը դրա հետ չի վիճում։ Ցավն այն է, որ մեզանում մի իրավիճակ է ստեղծվել, որ
Հասարակությունը սկսում է զզվել նաև ընդդիմությունից։ Այնքան լղոզվեց այդ դաշտը, այնքան էվֆեմիզմներ օգտագործվեցին, այլընտրանք, ճիշխանություն, կիսաիշխանություն եւ այլն, որ մարդիկ չգիտեն ում հանդիպեն եւ շատ հասկանալի է, կարելի է համաձայնվել Էդմոն Մարուկյանի ասածի հետ կամ չհամաձայնվել, բայց ֆիքսվում է իրավիճակը։ Այո, ցավալի է, որ այլընտրանք չկա։ Այսինքն մենք պետք է խոսենք մեր տեսլականները, եթե համընկնում են, ինչ տարբերություն ինձ համար, դա Կիրակոսի կառավարությունն է, թե Պետրոսի։ Եթե համակարգը նույնն է, եթե ոչ մի բան չի փոխվում, այդ առումով ես կողմնակից եմ սահմանադրական բարեփոխումներին, այն առումով, որ դա ինտրիգ է մտցնում դաշտի մեջ եւ հնարավորություն է տալիս տարբեր փոքր կուսակցություններին մասնակցելու եւ չի լինում այդ պախանական մոտեցումը, որի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, հա, նաեւ։ Եվ ոչ թե կլինեն զարգացումները, մենք դատապարտված ենք։ Պետք է ձևավորվի մի բևեռ, որը ունի այս իշխանությունից տարբերվող տեսլական ամեն ինչում, թե ներքին քաղաքական կյանքի կարգավորման, թե արտաքին քաղաքական վեկտորների հետ կապված մեր զարգացման ուղիների, թե մեր բանակի բարեփոխման ամեն հարցում, բայց դա մենք չենք տեսնում, մենք տեսնում ենք ընդամենը տարիներ շարունակ, 24 տարի նույն բանը, տարբեր գույներով, որ հրաժարական թող տա, ես կգամ ավելի լավ կանեմ։ Փորձը ցույց տվեց, որ նախ այդ հրաժարականները չեն ստացվում, երկրորդն էլ եկողը բարձում է շատ ավելի վատ է իրականացնում, քան նախորդներ։ Այդ առումով իրոք ընդդիմադիր դաշտը պետք է մարտից հետո ինչպես են վերքերը, հա, լիզում, ինչպես ասում, մի հատ հասկանա ինչն էր, սա ընդդիմության ինստիտուցիոնալ պարտություններ։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ սա պարտություն է եւ ոչ թե խառնակիչներ փնտրենք։ Այդ ճանապարհը մենք անցել ենք։ ՀՀՇ-ն կազմալուծվեց վնասարարների պատճառով, Եվրամիությանը անդամակցություն պահանջում էին ջղաձգվողներ, հիմա էլ կան խառնակիչներ։ Բավարար է, որ մենք այդ բանը այտենց գունավորենք եւ հասկանանք, որ մենք անելիք ունենք։ Մենք պատասխանատվությունը միայն ամպագորգոր, միայն ճիշտ թվերը չի։ Այո, ճիշտ թվեր է բերում, բայց դրանից արտագաղթը կրճատվում է։ Եկեք մտածենք, որ մենք ինչ կարող ենք անել, որ համախմբենք այն ուժերին, որոնք համաձայն չեն այս գործելավոճին հանրապետականի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն համախմբման հեռանկարների շուրջ ընդդիմադիր դաշտի։ Դրանից առաջ պիտի համաձայնեմ պարոն Գագիկ Մելիքյանի հետ, ասելով, որ հանրապետական կուսակցությունը չի հաղթել։ Իհարկե չի հաղթել, որովհետև ուղղակի կանխել մի հանրահավաք կամ զսպել մի քաղաքական ուժի, չլուծել որևէ լուրջ խնդիր եւ 10 տարի շարունակ ասել, գիտեք, սահմանադրապատերազմ է, գիտեք, Ղարաբաղի հարցում մարտահրավերները շատացել է, գիտեք, ՀՌՏՀ մեր կողմը շատացել է, կներեք, դա որևէ մեկին մխիթարություն չի բերելու, որևէ մեկը հիմնավոր չի համարելու։ Ճիշտ հակառակը, ես հարց ունեմ, իսկ ինչու են մարտահրավերները այսքան շատացել, իսկ ուր էին իշխանությունները, որ 2 տարի առաջ Հայաստանի կողքը հրդեհեր ու մենք, ասենք, լրիվ ուրիշ բաներով էինք զբաղված եւ մարտահրավերները չլուծեցինք։ Եվ այս կտրվածքով ես կարծում եմ հիմա ամենամեծ մարտահրավերը ունի իշխող կուսակցությունը, առավել եւս փետրվար 12-ի ելույթից հետո, որովհետեւ ինձ համար շատ հետաքրքիր է, ինձ համար պարզ է ուր է շարժվելու Բարգավաճը եւ ուր է շարժվելու Գագիկ Ծառուկյանը, ինձ համար պարզ չէ ուր է շարժվելու հանրապետական կուսակցությունը այդ ելույթից հետո, որ տգիտությունը պիտի արմատախիլ անեն ուրեմն քաղաքական դաշտից այն դեպքում, եւ որ դրա զգալի մասը մենք տեսնում ենք նույն իշխող կուսակցության ներսում եւ որ նույն գործիչը գնացող պատգամավորների մեծ մասին տեսնում ենք էլի իշխող կուսակցության ներսում, ինձ համար հետաքրքիր է որն է լինելու հաջորդ քայլերը, որովհետեւ ուղղակի կանգնել ասել, գիտեք, քանի որ Գագիկ Ծառուկյանի խնդիրը լուծվեց, մենք այս խնդիրներին այլևս չենք կատարելու, ինձ չի բավարարելու։ Արմեն Աշոտյանը ինքը ասում է, այ հանրապետական կուսակցությունում ճիշտ այդպիսի կան, բայց նրանք գոնե վերմակը իրենց բոյով են մեկնում։ Իմ համար օրինակ Սուրեն Խաչատրյանի վերմակը ամենևին իր բոյով չի եւ նմանապես շատ-շատերի վերմակ։ Հետեւաբար ես սպասում եմ այդ խնդիրների լուծմանը։ Եվ վերջապես իսկապես ընդդիմությունը պիտի իմանա, որ իրենից են հիասթափվում, որ իրենից են հասարակությունը համոզիչ ապացույցներ պահանջում, որ գիտեք, հասարակությունը չի կարող ուղղակի այսպես քաղաքական տեխնոլոգիաները չեն կարող հենվել միայն սրա վրա, ժողովուրդը գնա տեսնի Գագիկ Ծառուկյանը այս անգամ ասում է իշխանափոխություն անում եմ, թե չեմ անում, չի կարող սրա վրա իշխանափոխություն լինել, իսկապես տեսլական է պետք։ Ես չի կարող գնալ որևէ հոսանքի հետևից, որովհետև այդ հոսանքը ինձ որևէ բան չէր առաջարկում։ Այդ հոսանքը նույն ձևի ասում էր, գնում էր, գնացին Կրեմլում նստեցին եւ ասեցին բանը, գիտեք, այո, Եվրասիական միությունը մեր համար նոր է
լեջ է, սա աշխարհաքաղաքական ընտրություն է, դա իմը չէր, ես այդպիսի ընտրություն չունեմ, ինձ համար դա նոր էջ չի, հետևաբար ես չեմ կարող այդ հոսանքի ետևից գնալ, եւ այո, իշխանապողության թիմը նա է լինելու, որը առաջարկի մի տեսլական, որի հետևից գնա Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի եւ ոչ թե 10 մարդ պայքարի, այլ 100,000-ներ պայքարին այդ տեսլականի համար, այդ դեպքում իշխանապողություն լինելու է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ընդդիմության առաջիկա անելիքների շուրջ ամփոփեմ։ Մենք չենք, որ ընդդիմություն ենք։ Կա ժողովուրդ, որը իսկապես փոփոխությունների կարիք ունի, եւ եթե մենք մեծ խոսում ենք, ապա մեր թիկունքին զգում ենք այդ շնչառությունը։ Այլ կերպ չի կարող, թե չի մեզ հիմա կերած վերջացրած կլինեին։ Եվ ընդդիմադիր լինելու դաշտ ազատ է բոլորի համար։ Իշխանությունն է, որ իր վարչական ռեսուրսներով իր շրջանակները գծում է եւ այդ դաշտին տիրապետում։ Ընդդիմության դաշտը ազատ է։ Ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական ուժ կարող է իր նմանների, իր կարծիքը կիսողների հետ խմբվել, համախմբվել եւ այդ առումով ես բացարձակ չեմ ընդունում այն տեսակետները, որոնք քննադատում են այսպես հավասար չափ, այսպես դատավորի կեցվածքով եւ ընդդիմության եւ իշխանության։ Այդպես չի լինում, որտեւ այս պահին դա նշանակում է թողնել ամեն ինչ, եթե երկուսն այլ է վատը։ Մենք ասեմ, մենք պատրաստ ենք, ես չեմ համարում, թե երրակը քանդված է դեռ։ Ես դեռ հույս ունեմ, որ մենք ժառանգության հետ, Բարգավաճի հետ, միգուցե Դաշնակցության հետ, այլ ուժերի հետ կարող ենք այս վիճակից դուրս գալու համատեղ եւ մնացած քաղաքական ուժերի համատեղ ծրագրեր իրականացնել, որովհետեւ այն խնդիրը, որ մեր առաջ կանգնած է, շատ ավելին է, քան քաղաքական համագործակցությունը քաղաքական ուժերի միջեւ։ Այնպես որ ես լավատես եմ, ամսի 1-ին վաղը չէ մյուս օրը կլինի մեր հանրահավաքը, որտեղ մենք կներկայացնենք մեր աշխատանքային պլանը առաջիկա ժամանակահատվածի համար։ Ես լավատես եմ եւ կարծում եմ Հայաստանում դեռ կա հույս քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի միջոցով գնալ իշխանափոխության։ Մեր ծրագրերը մնում են նույնը, իշխանափոխություն եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից շուտ հեռացնելը ջրի, օդի, հացի նման անհրաժեշտ է այս երկրին, եւ ես կարծում եմ մենք այնքան խոհեմ կլինենք, որ քաղաքական ուժերով կգտնենք այս խնդիրը լուծելու ճանապարհը միասին։ Մարտի 1-ին հրավիրում եմ բոլորին մեր հանրահավաքին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Ժամը 3-ին, միտինգը ժամը 3-ին է մեր։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի հետ կապված տեսնում եք նման հնարավորություն եւ որ գաղափարի շուրջ դա կարող է լինել առաջիկայում։ Շնորհակալություն, նախ ասեմ, որ կիսում եմ պարոն Արզումանյանի առաջարկած մոտեցումները եւ միանշանակ այսօր ընդդիմություն, իշխանություն հասկացությունները եւ որպես միասնական համակարգ, եթե մենք չենք դիտում, քանի որ սրանք օրգանիզմի տարբեր մասերն են, մեկի վատ լինելը անպայման մյուսի վրա ազդում է։ Հետևաբար ամբողջության մեջ պետք է դիտվի եւ համանդրական փոփոխությունները եւ զուգահեռելով դրան երկրում մի շարք արմատական փոփոխություններ իրականացնել, այդ թվում նաեւ ընտրական համակարգի վերաբերյալ, սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցերի վերաբերյալ, այդ թվում 12 կետերի որպես պահանջատեր, եթե համախմբվենք այս գաղափարների շուրջ, համանդրական փոփոխությունները դարձնենք բովանդակային քննարկման առարկա, դեռ չմերժենք, կառավարման ձևի փոփոխության խնդիրը, բայց դարձնենք բովանդակային քննարկման առարկա եւ մի գիծ քաշենք ու ասենք մեր անցածից դաս քաղեցինք, հիմա մենք գնում ենք նոր իրավիճակի, նոր հասարակության մեջ նոր մշակույթ ձևավորելուն, ես վստահ եմ, որ մենք կունենանք հաջորդ ընտրություններում արդեն իսկապես ինստիտուցիոնալ, ամուր, գաղափարական հենքով հիմնված ընդդիմություն եւ իշխանություն, որին հակակշռում է ընդդիմությունը իր մեծ դերակատարությամբ։ Եթե չարեցինք այս ամենը, դատապարտված ենք անընդհատ այս վիճակը կրկնելուն։ Ես դրա համար կոչ եմ անում, իբրև նաեւ Դաշնակցության ներկայացուցիչ, հավաքվենք, համախմբվենք այս խնդիրների շուրջ, քննարկենք երկրում արմատական հիմնարար փոփոխությունների անհրաժեշտությունը, չմերժենք որևէ մեկս մյուսին, չասենք, որ քանի որ իշխանություն դու ես, մարտափոխությունը համարենք միակ իշխանափոխության միակ ճանապարհը, չի լինելու այդպեսին, չի եղել երբեք եւ չի լինելու մեր երկրում այդպեսին, որ մարտում փոխելով փոխենք ամեն ինչ, չկա այդպեսի հնարավորություն, մեր իրականությունը դա է ցույց տալիս, հետեւաբար կոչ անելով իմ բոլոր գործընկերներին, թե իշխանությունից, թե ընդդիմությունից եւ թե նաեւ այլ ընտրանքից համախմբվենք իրական փոփոխություններ իրականացնելու հարցի շուրջ, համանդրական փոփոխություններ, սոցիալ-տնտեսական համակարգում լուրջ փոփոխություններ, ընտրական համակարգի փոփոխություններ, ի վերջո երկիրն այս վիճակից դուրս բերելու համար հասարակության մոտ կձևավորենք վստահություն եւ սեփական ուժերի վրա հավատ։
Շնորհակալություն, վստահության հետ կապված նաև պարոն Մելիքյան, նաև պարոն Ստեփան Սաֆարյանի նշած հարցադրումներին ի պատասխան կխնդրեմ նշեք, թե օրինակ ինչ քայլեր է առաջիկայում ձեռնարկելու, ուր է գնալու հանրապետական կուսակցությունը, քանի որ ինչպես նշեց պարոն Սաֆարյանը, դուք նաև Սերժ Սարգսյանը իր ելույթում բարձր այսպես նշաձողեր սահմանեցիք եւ եթե ձեր հայտարարություններին չհետևեն կոնկրետ գործողություններ, բնականաբար լրացուցիչ անգամ հանրությունը եւս մեկ անգամ հիասթափվելու է ձեր կուսակցությունից եւ իշխանությունից։ Կոնկրետ առաջիկայում երբ տեսանելի կլինեն այն փոփոխությունները, որոնք մատնանշեց Սերժ Սարգսյանը իր ելույթում։ Կարծում եմ, որ այնինչ մատնանշեց հանրապետության նախագահը եւ հանրապետական կուսակցության նախագահը իր ելույթում առաջիկայում տեսանելի կլինեն եւ այդ քայլերը բոլորիս համար իրենց համապատասխան դրական արձագանքները կունենան։ Այսինքն մենք կտեսնենք ներողություն, եթե թույլ կտաք կոնկրետացնենք ոչ ընդհանրական, եթե կարելի է։ Դե ամեն դեպքում դուք արդեն ընդհանրական այդ ձևակերպումը մեկ անգամ հնչեցրեցիք, եթե կարելի է կոնկրետ, ինչպիսի քայլեր կլինեն։ Մենք կտեսնենք ազգային ժողովում մանդատից ուրեմն զրկվող հանրապետական падգամավորների օրինակ բացակայությունների հետ կապված։ Մենք կտեսնենք ստուգումներ հանրապետական մեծահարուստների գործարարներին պատկանող ընկերություններում։ Մենք կտեսնենք ազգային ժողովի առաջիկա կազմում բարձր կրթական ցենզ ունեցող հանրապետական падգամավորների։ Մենք կտեսնենք ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացում։ Մենք կտեսնենք տնտեսական դաշտում, որ բոլորը հավասար են օրենքի առջև։ Մենք կտեսնենք քաղաքական դաշտում, որ ինտելեկտուալները առաջ կմղվեն ավելի, չնայած դա միայն մեզանով չէ, դա ժողովուրդն է ընտրելու։ Դա մենք չենք պարտադրում ժողովրդին, դա ժողովրդի կատարած քայլերն են։ Այսինքն այն ամենը, ինչ խոսվեց հանրապետության նախագահի ելույթում, մենք դրան ականատես կլինենք, բայց ինչ եմ ցանկանում ես ասել։ Մեր երկիրը փոքր երկիր է։ Բոլորս բոլորին ճանաչում ենք։ Բոլորի սարասները բոլորի աչքի առջև է։ Այնպես չէ, որ ժողովուրդը իշխանություններին չի սիրում, իսկ ընդդիմությանը սիրում է։ Ժողովուրդը նաև ընդդիմությանը չի վստահում։ Ես ասացի իմ խոսքի մեջ, որ իրոք խնդիրներ ունենք, թե տնտեսական, թե քաղաքական, թե սոցիալական դաշտում, եւ ամեն ինչ պետք է անենք, որ բոլորս միասին այդ խնդիրները լուծենք։ Իսկ դրա համար երկրում առաջին հերթին կայունություն է անհրաժեշտ։ Ես մեղավոր չեմ, որ Երրիակի քաղաքական ուժերից մեկը հանրահավաք է հրավիրում եւ 100 մարդ է մասնակցում այդ հանրահավաքին։ Ես մեղավոր չեմ, որ Երրիակի երկրորդ քաղաքական ուժը հանրահավաք է հրավիրում եւ 1000 մարդ է մասնակցում այդ քաղաքական ուժին հավատում։ Ես, եթե պետք է, կարող եմ 5000 մարդ հավաքեմ եւ հրավիրեմ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերին, ասեմ, խնդրեմ, ես մարդ բերել եմ հանրահավաքին, եկեք ձեր ասածներն ասեք։ Խնդիրը դրա մեջ չէ։ Խնդիրն այն է, որ ժողովուրդը իրոք պետք է հավատա բոլորիս, թե իշխանությանը եւ թե ընդդիմությանը։ Իսկ դրա համար եւ մենք ունենք բավականին աշխատանք կատարելու եւ ընդդիմությունը եւ կխնդրեմ, որ իրոք ընդդիմադիր դաշտին այս պահին գոնե չմիջամտենք, փորձենք թույլ տանք իրենք որոշեն իրենց ապագա ճանապարհը։ Այնուհետև նոր մեկնաբանություններ տանենք։ Մենք չենք միջամտում։ Լավ, շնորհակալություն այսօրվա բանավեճին։ Շնորհակալություն այսօրվա մեր բանավեճին մասնակցելու համար։ Ես հիշեցնեմ, որ բանավեճը կազմակերպել էր Մեդիակենտրոնը։ Մեդիակենտրոնը համակարգում է հանրային լրագրության ակումբը, բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ։ Ես Արևիկ Սահակյանն էի, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։